Լաբուբու առաջին հատկից անմեղ եւ հասարակ թվացող փափուկ խաղալիքներ, որոնք շատ կարճ ժամանակահատվածում գրավեցին ողջ աշխարհի ուշադրությունը։ Բայց իրականում ինչ են իրենց ետևում թաքցնում այդ զարուրելու դեմքով խաղալիքները եւ ինչպես այդքան կարճ ժամանակահատվածում հայտնի դարձան ողջ աշխարհով։ Դիտեք այս տեսանյութը մինչև վերջ եւ կստանաք այս բոլոր հարցերի պատասխանները եւ կիմանաք, թե ինչ են թաքցնում իրենց ետևում այս զարուրելի խաղալիքները։ Դե ինչ, սկսում ենք։ Ուրեմն, կզարմանաք, եթե ասեմ, որ այս ամեն ինչը սկսվել էր հեռավոր 2019 թվականին։ Այո, 2019 թվականին այս խաղալիքները արդեն կային։ Պարզապես նրանց արտադրության ժամանակ 2019 թվականին, երբ նրանք անցան վաճառքի, առանձնակի ուշադրության չմատնվեցին մարդկանց կողմից, եւ մարդկանց հետաքրքրությունը այդ խաղալիքների հանդեպ նույնն էր, ինչպես օրինակ ինչ-որ փափուկ արջուկի։ Այդ պատճառով էլ այդ ժամանակաշրջանում այդ խաղալիքները ինչ-որ հատուկ ուշադրություն չգրավեցին։ Խաղալիքների հայտնիությունը սկսվեց 2024 թվականին, երբ բոլորիս կողմից հայտնի աշխարհահռչակ Blackpink կազմակերպության ներկայացուցիչներից մեկը՝ Լիսան, իր բրենդային պայուսակին որպես բռիլոկ կպցրել էր այդ լաբուբու խաղալիքը։ Լրագրողները նրան ֆիքսել էին եւ այդ լուսանկարը շատ մեծ տարածում գտավ ողջ համացանցում, եւ բոլորին հետաքրքրում էր ոչ թե այդ աղջիկը, այլ նրա պայուսակի վրայի, այսպես ասած, բռիլոկը։ Եվ հենց այդ ժամանակ սկսվեց այդ բրենդի աստղային ժամը։ Այդ լաբուբուները վաճառող գլխավոր խանութը Pop Market-ն էր, որի տնօրեններից մեկը ասել է, որ այդ խաղալիքների վաճառքը երբ սկսվել է կրկին, այդ խանութում աստղ գցելու տեղ չի եղել եւ նույնիսկ կռիվներ են արել այդ խաղալիքի համար։ Այդ պատճառով խանութը որոշ ժամանակով դադարել է աշխատելը։ Լավ, հիմա հարց. ի՞նչն է պատճառը, որ այդ ուղղակի սովորական խաղալիքները վաճառվում են ահռելի գներով։ Նախ ասեմ, որ այդ խաղալիքների գները շատ զանազան են։ Նրանք կարող են լինել ինչպես 100,000 դրամ, այնպես էլ մի քանի անգամ ավելի շատ։ Խաղալիքը գնելիս դու չես իմանում, թե քեզ կոնկրետ որ տեսակն է ընկել, թե որ գույնը։ Նրանց մեջ կան շատ եզակի տեսակներ, որոնք ձեռք բերելու դեպքում դու կարող ես այն վերավաճառել մի քանի անգամ ավելի թանկ։ Ինչպես ասացի, այդ խաղալիքները շատ բարձր գներով են վաճառվում, բայց մեր բոլորի կողմից հայտնի Wildberries-ի եւ այլ on-line խանութների աշխատողները միանգամից սկսեցին այդ խաղալիքների պատենները ստեղծել։ Եվ վաճառել մի քանի անգամ ավելի էժան գնով։ Ինչով են այդ պատենները տարբերվում օրիգինալներից, կարելի ասել ոչնչով առաջին հայացքից, միայն նապաստակների շարժողականությամբ։ Օրիգինալի վրա շարժվում է միայն գլուխը եւ ձեռքերը, եթե չեմ սխալվում։ Նաեւ օրիգինալը ինչով է տարբերվում պատեններից, որ այդ նապաստակի ոտքի վրա, եթե պահենք ուլտրամանուշակագույն լույս, ինչ-որ sense փոքր նշան է երևում, բայց վստահ եմ շուտով արդեն կսկսեն դա էլ անել պատենների վրա։ Ինչպես հասկացաք, շատ դժվար է տարբերել օրիգինալը պատենտից, այդ պատճառով էլ Հայաստանում էլ բերել են ու մի 5,000-10,000 դրամով վաճառում։ Ես ինքս այդ խաղալիքի իմաստը չեմ հասկանում։ Գրեք կոմենտներում դուք ինչ-որ իմաստ գտնում եք այդքան գումար տալու եւ այդ խաղալիքը գնելու համար։ Այդ խաղալիքները շատ նպատակահարմար կարող են գտնվել այն մարդկանց համար, ովքեր համարում են կոլեկցիոներներ, այսինքն նրանք այդպիսի բաներ են հավաքում եւ հետագայում վաճառում մի քանի անգամ ավելի թանկ։ Ինչպես ասացի, այդ լաբուբուներից եզակի տեսակներ կան, որոնցից շատ քիչ է արտադրվել, եւ եթե դու բացես ու տեսնես, որ քեզ հենց այդ եզակի տեսակից է ընկել, դու կարող ես վերավաճառել մի քանի անգամ ավելի թանկ։ Ինչ շարունակել եք, խնդրեմ, հենց հիմա փոքրացնեք տեսանյութը, բաժանորդը գրվեք ալիքին, դնեք լայքեր, որպեսզի շատ շուտով հասնենք 10,000 բաժանորդ։
Ուրեմն, ինչ եզրակացություն արեցինք այս խաղալիքների մասին։ Սովորական անիմաստ խաղալիքներ, որոնց համար հաստատ պետք չի, որ դուք գնաք ձեր ծնողներին ստիպեք, որ իրանք քրտինքով աշխատած այդ 10,000 դրամը, կամ եթե ուզում եք համոզեք նույնիսկ օրիգինալը առնեք, ուրեմն 100,000 դրամի ինչ ոչ, տանեն ու տան այդ ինչ որ փափուկ, sense տարօրինակ, զարուրելի դեմքով։ Եվ վերջում մի խորհուրդ տամ ձեզ, եթե դուք գնել եք արդեն այդ խաղալիքը, ուրեմն այն փորձեք բացել զգուշաբար, այսինքն այն վրան այսենց այն iPhone-ի նման սես քաշելու բան կա։ Այդ մի քաշեք, փորձեք բացել ավելի զգուշորեն։ Եվ երբ բացեք, դուք պարզը որ չեք իմանալու, թե որ տեսակն է ձեզ ընկել, քանի որ մի հատ ցելոֆոնով է փակված ներսից, բայց տուփի մեջ կա մի թղթի կտոր, որը հենց ձեր լաբոբոյի գույնն է։ Ու դուք այդ թղթի միջոցով կարող եք իմանալ, թե որ լաբոբոն է ձեզ հաջողվել գնել, քանի որ գնման ժամանակ, ինչպես ասացի, դուք չեք իմանում, թե որն եք գնում։ Եվ եթե տեսնեք, որ դուք արդեն դրանից առջևում գնել եք, կամ հասկանաք, որ չեք ուզում պահել, ապա կարող եք վերավաճառել։ Չգիտեմ, գիտեք թե չէ, շատ տարիներ առաջ այսպես էլի հայտնիություն էին ձեռք բերել Bearbrick արջուկները, որոնք մինչև հիմա էլ իրենց հայտնիությունը պահել են եւ համագործակցում են շատ տարբեր հայտնի համաշխարհային բրենդների հետ։ Գրեք կոմենտներում ինչ եք կարծում, այս լաբոբոները կարողանան այս հայտնիությունը պահել այնքան երկար, ինչպես կարողացան պահել այս Bearbrick արջուկները։ Վիդեոն նկարելուց հետո նոր բան եմ իմացել լաբոբոների մասին։ Լաբոբոների ստեղծողը մտել է Չինաստանում top 10 ամենահարուստ մարդկանց ցուցակում։ Նա ունի 22.7 միլիարդ դոլար ունեցվածք։ Դե ինչ այսքանն էի ձեզ համար պատրաստել։ Բաժանորդագրվեք ալիքին, դրեք լայքեր, կոմենտներում գրեք ձեր կարծիքը այս նոր խաղալիքների մասին։ Իսկ դες դե ես Ալեքսը, ստեցություն։ Пока-пока։ Կարում ենք լաբոբոների unboxing։ Держи։ Ընտրի։ Ես ես կրեմ։ Ես սպասում եմ այսը։ Բաբային եմ սպասում։ Դե հիմա դու ասա ում ես սպասում։ Դե կարևոր չի որը կլինի, կարևորը առողջ լինի։ Давайте գնացինք։ Վերջին շրջանում երևի լաբոբո ավելի շատ են մարդիկ unboxing արել, քան iPhone։ Գնաց, փակի աչքերդ։ Աչքերդ չբացել։ Արկես եմ։ Անի մամինա փամփլիկ։ 1 2 3 գնաց։ Բարի բուբու։ Շատ լավ գույներ են, իմ ամենաուզած գույներն են։ Ես էլ եմ կոլեկցիայից լաբոբոներից։ Ես էլ իմ 4-րդ լաբոբոն է։ Big size-ն է ուղղակի։ Ահա։ Նայեք որ օրիգինալ է, գլուխը ֆորման չէ։ Ոյ ուտեմ ես կո օրիգինալ գլուխը։ Ոյ։ Հաջողություն։